քանի որ անընդհատ խոսվում է միգրացիայի թվականությունը նվազեցնելու մասին, բայց հստակ որոշակի քայլեր չեն արվում եւ միայն այդ թվերը աճում են։ Եվ ինչ պետք է անի այսօր երիտասարդը, որպեսզի վաղ ունենանք ուժեղ Հայաստան։ Միգրացիայի հետ կապված առաջերտին պետք է անես այնպես, որ քո սեփական երկրում դու հեռանկար տեսնես քո համար։ Քո սեփական երկիրը պետք է հետաքրքիր լինի։ Եվ քո սեփական երկրում այս դինամիկա, շարժը, ասենք ասենք, որը հրապուրում է երիտասարդներին, այդ շարժը պետք է երևի։ Սա այդ հիմնականն է, որը պետք է երիտասարդության։ Շնորհակալ եմ։ Նայեք, ես ուղղակի թվերը երբ որ փորձեք ուսումնասիրել միգրացիայի թվերը, ամենից մեծ միգրացիան Հայաստանում եղել է 93-94 թվականներին եւ կապված է էներգետիկ ճգնաժամի հետ։ Ուղղակի սաստապելի ժամանակներ էր, վերջերս նաեւ ես նշեցի, թե որտեղից եկավ այդ էներգետիկ ճգնաժամը։ Մեկ սխալ որոշում ատոմակայանի փակելը անհավիրք էր Հայաստանում։ Բերեց էներգետիկ ճգնաժամի, որի պատճառով տասնյակ 100,000-ներով մարդիկ ուղղակի գցին Հայաստան։ Դժվար է ապրել, իսկապես չեմ կարող մեղադրել այդ մարդկանց։ Իշխանությունը հենց այն մարմինն է, կառավարությունը այն մարմինն է, որը պետք է այդ պայմանները ստեղծի, որը երկիրը պետք է գրավիչ դարձնի երիտասարդների համար։ Սա հարցի մեկ մասն է, մյուս մասը, եթե մենք դպրոցական ծրագրերից ջնջենք ամեն ինչը, որը կապված է ինքնության հետ, ապա երիտասարդի համար տարբերություն որտեղ ապրում, եթե ինքը հայկական ինքնություն ուղղակի իր մեջ չունի։ Ուրեմն պետք է դաստիարակենք այնպես, որ հայկական ինքնությունը ոչ միայն հունիսին ծիրամուտելն է, կա այլ ինչ-որ արժեքային համակարգ, որը եթե քո մեջ ներդրված է մանկությունից, անելու է այդ համակարգը քո վրա ազդելու է այնպես, որ դու մեծ մոտիվացիա ունենաս ապրել Հայաստան։ Եվ այս երկու հանգամանքը հետաքրքիր կյանք, հետաքրքիր երկիր, արժանապատիվ երկիր եւ քո ինքնության ընկալումը, հայ ընկալումը բերելու է նրան, որ շատ ավելի մարդ փորձելու է եւ ցանկանալու է մնալ Հայաստանում։ Այդ երկու հանգամանքը պետք է իրար ամուսնացնենք, եթե մենք այս երկու հանգամանք, ուրեմն մենք այս խնդիրը չենք ունենա։ Դրական միգրացիա, ինչքան հիշում եմ, եղել է միայն 2005-2007 թվականներին, եւ մենք սարդոն դրական է եղել, մարդիկ հետ էին գալիս։